Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցները ընդդիմությունը կոչում է արդարացի։ Տարբերվող կարծիք ունեն իշխող թիմում, որտեղ որոշումը համարում են անարդար եւ շեշտը դնում են փաստարկների բացակայության վրա։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում ներկայացրել են օրինագիծ, որը նախատեսում է Վրաստանում, Ռուսաստանի եւ Չինաստանի հետախուզական ակտիվների վերաբերյալ զեկույցի պատրաստումը։ ԱՄՆ-ի կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն օրինագծի նպատակն է պահանջել զեկույց Վրաստանում ռուսական եւ չինական հետախուզական ակտիվների վերաբերյալ, ինչպես նաեւ այլ նպատակների համար։ Օրինագծի նախաձեռնողը հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնն է, իսկ համահեղինակը կոնգրեսական Սթիվ Քոհենը։ Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացմանն աջակցելու մեղադրանքով ձերբակալել են 1983 թվականին ծնված անձի։ Ստուգման նպատակով կանգնեցված ավտոմեքենայից որպես իրեղեն ապացույց առգրավել են իրացման համար փաթեթավորված առանձնապես խոշոր չափերով 30 փաթեթ ալֆա-PFP թմրամիջոց։ ՆԳՆ-ն թմրագործության մեղադրանքով ձերբակալել է նաեւ Իրանի քաղաքացու։ 2002 թվականին ծնված անձը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ վաճառքին նպաստելու մեջ։ Իրավապահները բնակելի տան խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են 183 փաթեթով փաթեթավորված թմրանյութ։ Հանցագործությունները ապացուցվելու դեպքում նախատեսում են մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Այսօր ԱՄՆ-ի եւ Իրանի պատվիրակությունները Ժնևում կանցկացնեն բանակցությունների երրորդ փուլը կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ։ ԱՄՆ-ի փոխնախագահը հուսով է, որ իրանցիները լուրջ կվերաբերվեն Թրամփի դիրքորոշմանը։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփը Իրանի հետ կապված խնդրի լուծումը կրկին նախընտրում է դիվանագիտական ճանապարհով, սակայն իր տրամադրության տակ ունի նաեւ այլ գործիքներ։ ԱՄՆ-ի փոխնախագահը ընդգծելով նշել է, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելը հնարավոր է։ Մենք կարողացանք գտնել որոշակի փոխըմբռնում եւ կարծում եմ այդ փոխըմբռնման հիման վրա կարող ենք ինչ-որ բան ձևավորել համաձայնության տեսքով, հայտարարել է Արաղչին։ Նրա խոսքով Իրանը պատրաստ է պատասխանել հարցերին, սակայն պատրաստ չէ հրաժարվել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման իրավունքից։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իրանի ստվերային նավատորմի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքէջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցներ են կիրառվել ստվերային նավատորմի ավելի քան 30 ֆիզիկական անձանց, կազմակերպությունների եւ Իրանի հետ առնչվող նավերի նկատմամբ։ Նրանց տվյալներով նշված անձինք եւ ընկերությունները պատժամիջոցների են ենթարկվել իրանական նավթի ապօրինի վաճառքներին աջակցելու եւ Իրանի բալիստիկ հրթիռների ու ժամանակակից սովորական զենքի արտադրության պատճառով։ Ուկրաինայում պատերազմը չունի ռազմական լուծում, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ռուբիոյի խոսքով Թրամփի վարչակազմը շարունակում է ճնշումը Մոսկվայի վրա եւ Ուկրաինային զենքի վաճառքը։ Ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղարն է նշել, Ամերիկան միակ երկիրն է, որը ռուս եւ ուկրաինացի բանակցողներին մեկ սեղանի շուրջ է նստեցրել։ Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն հանդիպել է Քոբուլեթիի քաղաքապետարանի հանրային դպրոցների աշակերտների ծնողների հետ։ Նախարարը ներկա գտնվողներին ներկայացրել է կրթական համակարգի բարեփոխումների հիմնական ուղղությունները եւ իրականացվելիք նախաձեռնությունները։ Հանդիպման ժամանակ զրույցը վերաբերել է նոր դպրոցական համազգեստների, դասագրքերի եւ ծրագրերի թարմացմանը, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանը։ Ռուսթավիի քաղաքապետը տեղեկատվական հանդիպում է անցկացրել քաղաքի հանրային դպրոցների տնօրենների հետ։ Նինո Լացաբիձեն հանդիպման ժամանակ քննարկել է քաղաքի դպրոցներում նախատեսված եւ ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերը։ Այս փուլում Ռուսթավիում ընթանում է թիվ 6 հանրակրթական դպրոցի ամբողջական վերանորոգումը, որը հաշվարկված է 700 աշակերտի համար, եւ աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա ամռանը։ Նախատեսվում է նաեւ նոր դպրոցների կառուցումը։ Ենթակառուցվածքների նախարարության մունիցիպալ զարգացման հիմնադրամը Ռուսթավիի թիվ 1, թիվ 2 եւ թիվ 16 հանրակրթական դպրոցներում աշխատանքները կսկսի փուլ առ փուլ։ Հանրակրթական դպրոցների տնօրենների հետ կայացած հանդիպման ժամանակ Նինո Լացաբիձեն զրուցել է նաեւ Ռուսթավիի զարգացման ռազմավարության եւ այն մասշտաբային նախագծերի մասին, որոնց իրականացումը Ռուսթավիում նախատեսված է 2026 թվականի ընթացքում։
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահները։ Այս մասին սոցիալական ցանցում գրում է Վոլոդիմիր Զելենսկին։ Հեռախոսազրույցին մասնակցել են նախագահ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։ Քննարկվել են այն հարցերը, որոնց շուրջ այսօր Ժնևում կքննարկեն երկու երկրների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է մարտի սկզբին։ Հույս ունենք, որ սա հնարավորություն կտա անցնել առաջնորդների մակարդակով բանակցությունների։ Նախագահ Թրամփը աջակցում է քայլերի այս հաջորդականությանը։ Սա միակ ճանապարհն է բոլոր բարդ եւ զգայուն հարցերը լուծելու եւ վերջնականապես պատերազմը ավարտելու համար, գրում է Վոլոդիմիր Զելենսկին։